Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանին, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ գործընկեր Արարատի հետ մտադիր ենք նախապատրաստելու ռազմավարական գործընկերություն, որն ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, այդ թվում պաշտպանության ոլորտում հարցեր հնչել Ֆրանսիայի եւ Հայաստանի արտգործնախարարների ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու հնարավորության հետ կապված, այդպիսին էր եղել ֆրանսիացի արտգործնախարարի պատասխանը, իսկ նույն հարցին Արարատ Միրզոյանը պատասխանելով նշել է. հարցը կընդունենք որպես Հայաստանի քաղաքացիների կողմից տրվող ուղիղ հանձնարարական եւ ինչպես արդեն ասվեց, կաշխատենք այն ուղղությամբ, որ այդ խորը համագործակցությանը նաեւ փաստաթղթային ձևակերպմամբ ճիշտ անուններ եւ որակավորումներ տրվի։ Հիմա հետաքրքիր է սա համարել հույս ներշնչող հայտարարություն կամ հեռանկար, հաշվի առնելով, որ դրան նախորդել էր Լավրովի այցը Հայաստան, Արարատ Միրզոյանի հայտարարություններն էին նրա ներկայությամբ հնչած համարում խնդրահարույց մեր ներքաղաքական դաշտում, մեր վերլուծական դաշտում, ասում էին շատ հարցերում մենք տեսանք, որ Հայաստանը չհակադարձեց կամ լռություն պահպանեց։ Շնորհակալ եմ հրավերի համար, իրականում ես էլ Լավրով Միրզոյան հայտնի այդ բրիֆինգից այդքան էլ գոհ չէի, հատկապես այն դեպքում, երբ որ Լավրովը ուղիղ Հայաստանի Հանրապետությանը մեղադրեց տարածքներ օկուպացնելու մեջ, քողարկված ռուսական զենքի իհարկե ներքո, տրված հարցի ներքո, ես կարծում եմ Արարատ Միրզոյանը առնվազն այդտեղ պետք է արձագանքեր։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, գիտեք, հենց ձեր մոտ, ձեր տաղավարում, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ եմ ասել, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կստանան եւ կարող են ստանալ ռազմավարական բնույթ եւ ամբողջությամբ կարող են հայելային կերպով փոխարինել հայ-ռուսական հարաբերություններին։ Իհարկե տնտեսական կոմպոնենտը այստեղ մի կողմ դնելով, առհասարակ չանտեսելով, բայց մի կողմ կարող ենք դնել, մնացած առումներով Ֆրանսիան Հայաստանի Հանրապետության կողքին կանգնած է, դա գետնի վրա ապացուցվում է, դա իրականության մեջ մենք տեսնում ենք։ Ռազմավարական գործընկերությունը իրականում կա, դա ուղղակի պետք է փաստաթղթավորել, իրականում կա Հայաստանի Հանրապետությունն ու Ֆրանսիան զենքի գնման պայմանագրեր ունեն, Հայաստանի Հանրապետությունն ու Ֆրանսիան դիվանագիտական ճակատում են ուսուսի տված եղբայրաբար կռիվ տալիս թե Ռուսաստանի Դաշնության դեմ, թե թուրքական աշխարհի, որ մեր դեմ է տրամադրված, ու դա կարիք ունի իրականում փաստաթղթավորելու եւ ռազմավարական գործընկերության կամ դաշնակցային պայմանագրի տեսք հաղորդելու։ Կարծում եմ ժամանակի հարց է դա, իրականում մենք գնանք այդ ճանապարհով։ Կարծում եմ Արարատ Միրզոյանի պատասխանը ուշացած էր եւ այդ ուշացած պատասխանը ավելի շատ իր ուսերի վրա վերցրեց տալու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը իր այդ հայտարարությամբ, որովհետև ինչ էր ասում Լավրովը օրեր առաջ Երևանում, ասում էր Ֆրանսիան Ռուսաստանի Դաշնության թշնամին է, դուք ձեր հարաբերությունները կառուցելիս Ֆրանսիայի հետ պետք է զգուշավոր լինեք ըստ երևույթին եւ մեր թշնամիների հետ չգործակցեք։ Այնինչ մենք պետք է հարցեր ուղենք Ռուսաստանի Դաշնությանը, այդ ինչպես է ստացվում, որ մեր թշնամու հետ դուք ունեք ռազմավարական դաշնակցային պայմանագրիր, այդ պայմանագրի կետերից մի քանիսը կյանքի եք արդեն կոչել մեր հաշվին Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների եւ դեռ մի քանիսն էլ ականի պես դրված է Հայաստանի Հանրապետության տակ։ Դինամիկ զարգացումներ են տեղի ունենում իրականում, իհարկե մեկը մյուսին հակասող, ես այդպես էլ չեմ կարողանում անկեղծ ասած ընդունել կամ տեղավորվել բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության թեզի մեջ, որտեղ այդ թեզը մտածածին է, կեղծ է, շինծույ է, առնվազն թոս փչելու միտում ունի միջազգային խաղացողների աչքերին, հակառակ պարագայում ինչ են անում ԵԱՏՄ-ում, ինչ են անում ՀԱՊԿ-ում, ինչ են անում ԱՊՀ-ում, ինչ են անում Ռուսաստանի Դաշնության հետ, հարաբերությունները անգամ Միրզոյանը նշեց, որ չեն պատրաստվում վերաֆորմատավորել կամ վերաիմաստավորել, իսկ իրականում այդ հարաբերությունները պետք է վերաֆորմատավորել եւ վերաիմաստավորել հայ-ռուսական քավլիցի, որը մեկս չի ասում գնացեք ու թշնամացեք Ռուսաստանի Դաշնության հետ կամ առհասարակ հարաբերությունները խզեք, բայց այդ հարաբերությունները պետք է իրականության հետ աղերս ունենան։
Երբ որ գետնի վրա ունենք մի իրավիճակ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզանից արտատարածքային միջանցք է պահանջում Ադրբեջանի համար, երբ որ ունենք իրավիճակ, որ ռուսական 102-րդ ռազմաբազան իր ֆունկցիան չի կատարում, երբ որ ունենք իրավիճակ, որ ռուսները տարածաշրջանում դաշնակից են փոխել, այո, այդ հարաբերությունները պետք է վերաֆորմատավորվեն եւ վերաիմաստավորվեն։ Ինչից հայկական կողմը խուսանավում է, փորձում է շարունակել երկու լարի վրա խաղալու քաղաքականությունը։ Տեսեք, հակասությունների մի ողջ շղթա է առաջ գալիս Լավրով Միրզոյան հանդիպում եւ Լավրով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար հանդիպումը, որը մեկը մյուսի հետ երբ որ համադրում ենք եւ փորձում ենք տեսնել Հայաստանի Հանրապետությունի վերջո ինչ է ուզում այստեղ, այստեղ հակասությունների մի ողջ շղթա է առաջ գալիս։ Չգիտեմ որքանով է դա արդարացված։ Գուցե իշխանությունները ունեն հիմքում դրված որևէ հաշվարկ, բայց ամեն դեպքում ինձ համար անհասկանալի է։ Սա նմանվում է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը կմոտենա Եվրոպային այնքան, որքան Եվրոպան թույլ տա մոտենալ իրեն հայտնի թոս փչող թեզին, որը եւս ինձ համար թոս փչող թեզ է եւ տեքստ է, քանի դեռ հայկական կողմը եւ Եվրոպական միությունը հստակ կոնկրետ գործողությունների հերթականության շղթան չեն բացում եւ չեն ասում, թե ինչպես կողմերը պիտի մոտենան իրար։ Տեսեք, մենք ընդունել ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը քաղաքացիական նախաձեռնության բերած օրինագծին կողմը արտահայտվել, բայց արտաքին գործերի նախարարն ասում է մենք Եվրամիություն չենք գնում եւ Հայաստանը չի պատրաստվում Եվրամիության անդամակցել կամ հայտ չկա։ Շատերը համարում են, որ դա հստակ պատասխան չէ, դա նրա ասածը, որ այս պահին քննարկումներ չկան, չի նշանակում, որ վաղը չի լինելու քննարկումներ Եվրամիության անդամակցության գործընթացի հետ կապված կամ հայտ ներկայացնելու հետ կապված։ Դե այդ տրամաբանության մեջ այս պահին ինչի մասին քննարկում չկա, վաղը կարող է լինել ամեն ինչի մասին։ Հիմա դուք եթե ընդունել եք այդ օրենքի այդ նախաձեռնությունը եւ օրենքի տեսք եք տվել դրան ու օրենքով պարտավորվել եք որ պետք է սկսեք գործընթաց Եվրոպական միությանը անդամակցելու կամ դուք օրենք եք խախտում կամ դուք այդ օրենք ուղղակի ընդունել եք դարակում դնել ծածկելու համար, փակելու համար։ Այստեղ կարծում եմ քաղաքասարակությունն ու հենց նախաձեռնող խումբը Եվրաքվեի մեծ անալիքներ ունեն։ Ես շարունակում եմ պնդել որ պետք է հանդիպումների շարք սկսել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ Եվրոպական միության առանցքային, Եվրոպական միության դեսպան Մարակուսի հետ պետք է հանդիպել ու շատ կոնկրետ հարցեր ուղղել։ Գիտեք, երբ որ ես մեր հայրենակիցներին հորդորում էի, պահանջում, խնդրում էի, որ գային ստորագրեին, բնավ ես միտում չունեի դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու կամ հետագայում քաղաքական կապիտալի վերածելու։ Ժողովրդական լեզվով ասած, հասարակության աչքին մենք պետք է կապիկությամբ զբաղվողներ չլինենք։ Կա հստակ գործընթաց, որը մեկնարկել է, ու այդ գործընթացի հետևից պետք է գնալ։ Ինչ է պահանջվում Հայաստանի Հանրապետությունից, որ ավելի մոտենա Եվրոպական միությանը, լավ այսպես ասենք, որ իշխանական թևն էլ իրեն շոյված գա։ Ինչ է պահանջվում։ Կարող է օրինակ Եվրոպական կողմը ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտոնապես դիմի Եվրոպական միության անդամ տեխնացուի կարգավիճակ ստանալու համար։ Օրինակ, կարող է այնպես ստացվի, որ այն ինչ որ ունենք բավարար է եւ կողմերին դա բավարարում է առայժմ։ Կարծում եք բավարար է, որովհետեւ իշխանության ներկայացուցիչների արդարացումը նա է, որ հսկայական աշխատանք կա, հսկայական ճանապարհ կա անցնելու, որպեսզի մենք կարողանանք հասնել այդ աստիճանին։ Դե դա էլ է մի խնդիր, այդտեղ էլ պետք է հասկանանք հսկայական աշխատանք կա սեպայի շրջանակներում, օքեյ, եթե այդտեղ հսկայական աշխատանք իրականում կա, տնային աշխատանք կա եւ այստեղ ծանրության բեռը միայն իշխանությունների վրա պետք չի դնել։ Քաղաքասարակությունը ոչ պակաս կարևոր դեր ունի այստեղ դրա գործարկման մեջ եւ առանձին դեպքերում քաղաքասարակությունը նաեւ շահառու է հանդիսանում դրա կատարելու, ի կատարածելու սեպայի կետերը եւ ի կատար չածելու մեջ, որտեղ երկու դեպքում էլ կրակի վրա ձեռքերը տաքացնողների պակաս վստահեցնում եմ չկա։ Այստեղ պետք է ջրերը զուլալել եւ պետք է հասկանալ ինչ են կողմերը միմյանցից ուզում։ Ինչ է մեզանից Հայաստանի Հանրապետությունից պահանջվում, որը որ չենք անում եւ այն ինչ որ մենք անում ենք եվրոպական կողմից ինչու համապատասխան արձագանք չենք ստանում։ Այս խոսակցությունը անընդհատ պիտի լինի, ոչ թե պիտի
գնալ հանդիպել դեսպանների հետ, շամպայն չխկացնել եւ այդպես օրը անցկացնել, այլ շատ կոնկրետ հարցեր պետք է դնել, ստանալ պատասխանները ստանալուց հետո գնալ իշխանությունների մոտ, եթե կա նրանցից պատասխան պահանջելու, նրանցից էլ պատասխան պահանջել, որտեղ սա գործընթաց է, որին հավատացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին հավատում է Հայաստանի Հանրապետության բնակչության քաղաքացիների 60-70%-ը, սա ռազմավարական կողմնորոշման եւ աշխարհանկալման հարց է, որը պետք է մինչեւ վերջ տանել։ Ձեր այս նշածները, այսինքն վերաբերում են նախաձեռնության հեղինակներին, նախաձեռնող խումբը պետք է առավել քան ակտիվ լինի եւ առավել քան նախաձեռնող լինի այսպիսի հանդիպումների։ Այսինքն դուք դժգոհություն ունեք աշխատանքների մասով, այո, ձեր ասածը դա է նշանակում։ Եթե դուք նախաձեռնող խմբի մասով եք, մենք մեր մասով մեր անելիքն արել ենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից վերցրել ենք 50,000 ստորագրություն, տարետվել ենք, իշխանություններն էլ ընդունել են։ Հիմա եթե դրանով սահմանափակվում է մեր միսիան, օքեյ, եկեք հասկանանք, եկեք ֆիքսենք, անցնենք առաջ, կպարզվի թե ովքեր այդ հարցերը կուղեն եվրոպական պաշտոնյաներին եւ տեղական դեսպաններին։ Եթե սրանով ավարտված չի եւ մեր նպատակը վերջնական եվրոպական միությանը անդամակցելու գործընթացն է եւ դրա տրամաբանական ավարտը, այստեղ պետք է աշխատանք էլի միասնական ճակատով, էլի մեկս մեկին օգնելով, էլի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ հաշվետու լինելով, որը որ ամենակարևորն է։ Թե չէ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք օրինագիծը բերինք ազգային ժողովը հաշվի առնելով հարցի զգայունությունը եւ հանրային ընկալումների ու տրամադրությունների մեջ այդ փաստը հաշվի նստեց դրա հետ, ընդունեց, օրենքի տեսք հաղորդեց, բայց տարբեր հայտարարություններում իրենք ասում են, որ ԵԱՏՄ-ն կարևոր է, ԵԱՏՄ-ից օգուտներ կա, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չենք վերաֆորմատավորում, Եվրոպական միություն չենք գնում, դա դեռ ոչինչ չի նշանակում, դե կներեք, էլի սա անլուրջ է։ Էլ եմ ասում, այստեղ երկու կողմի հետ է պետք շփումներ ունենալ, ոչ թե թիրախավորել եւ տորպեդահարել տեղական իշխանությանը, ընդհակառակը, եվրոպացի մեր գործընկերների հետ առանցքային դեսպանների ու կոնկրետ միության դեսպան Մարագուսի հետ շատ ուղիղ քննարկում ունենալ, ինչա պահանջվում Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի քայլ առաջ արձանագրենք այդ ինտեգրացիոն գործընթացում։ Օրինակ կարող է հնչի, որ հարգելիներս գնացեք ձեր իշխանություններից, պահանջեք, որ դիմեն Եվրոպական միության անդամ տեխնացուի կարգավիճակ ստանալու համար։ Եթե այդպիսի պատասխան կհնչի, անմիջապես գնալ ու իշխանություններին պատին դեմ տալ, որպեսզի գնան այդ որոշմանը։ Հակառակ պարագայում ստացվում է, որ մենք բերել ենք իշխանությունն էլ ընդունել դարակում դրել է ու ոչնչով չի զբաղվում, ընդհակառակը էլ մի բան էլ դրան հակասող հայտարարություններ է հնչում ամենաբարձր մակարդակով։ Հիմա պարոն Մկրտչյան, հասկանանք, եթե հարաբերությունների վերաֆորմատավորում չի նախատեսվում, փոխարենը ակտիվանալու են շփումները, գիտեք, որ սպասվում է նաև Մատվիենկոյի այցը։ Ինչպես հասկանալ Հայաստանի իշխանության դիրքորոշման մեջ ինչ է փոխվել, կամ գուցե աշխարհում է բան փոխվել եւ սրանով պայմանավորված Հայաստանի իշխանությունները փոխում են իրենց դիրքորոշումը, չնայած ռետորաբանությանը, որով հայտարարում են, որ Ռուսաստան օրինակ հիբրիդային պատերազմ է տանում Հայաստանի դեմ խորհրդարանի ղեկավարի մակարդակով խորհրդարանական երկրում։ Խորհրդարանի ղեկավարը իրականում հայտարարում է, որ հիբրիդային պատերազմ է տարվում, շատ կոնկրետ երկիր մատնանշելով Ռուսաստանի Դաշնությանը, բայց խորհրդարանի падգամավորների ճնշող մեծամասնությունը խորշում է Ռուսաստանի Դաշնության անունը տալուց առհասարակ։ Սա այդպես միանշանակ չի։ Այո, Ալեն Սիմոնյանը ասել է, բայց մի քանի օր առաջ ես հանրային հեռուստաընկերությունում քննարկման ընթացքում քաղաքացիական պայմանագրի падգամավորներից մեկը այդպես է 40 րոպե տևած քննարկման ժամանակ կոնկրետ հիբրիդային պատերազմին եւ գործիքակազմին էր վերաբերվում զրույցը։ Այդպես էլ Ռուսաստանի Դաշնության անունը չտվեց։ Սա ինչ է։ Իրականում, տեսեք, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում առհասարակ իշխանության ներսում փոփոխություններ են մասով, որ իշխանության ներսում էլ կան
տարբեր տեսակետներ ու դիրքորոշումներ կրողներ, այդ առումով փոփոխություններն անխուսափելի են եւ աշունը կարծում եմ բավականին թեժ է լինելու իշխանության ճամբարում։ Ընտրություններով է պայմանավորված, իրողություններով է պայմանավորված, մարդիկ կան, որ այդ իրողությունները շատ ուղիղ են ընկալում, այնպես ինչպես կա, մարդիկ էլ կան դավադրությունների տեսությունների մեջ են մտնում ու փորձում են, չգիտեմ, մութսենյակում սև կատուներ փնտրել կամ առհասարակ ոչինչ չփնտրել, ցույց տալ, որ ոչ մի բան տեղի չի ունեցել։ Գիտեք, ես կարծում եմ ժամանակ ամեն ինչ տեղն է գցելու եւ աշնանը այս իմաստով իշխանական ճամբարում բավականին լրջագույն փոփոխություններ։ Ես ուզում եմ հասկանալ ձեր տպավորությունը, արդյոք իշխանության թեկուզ ինչ որ հատված ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Դուք իշխանության չեմ կարծում քաղաքական աջակցությանը սպասում են, իշխանության ներկայացուցիչներին եթե նախորդ հարցի համատեքստում դուք կանչեք եւ հարցեր ուղեք, իրենք իրենց հայտարարություններում կլինեն շատ զգուշավոր միջև այն պահը, երբ որ գան հասնեն ԵԱՏՄ դռներին։ Իրենց համար ԵԱՏՄ-ն դարձել է մի սրբազան կով, որին պաշտելով պաշտում են, որի հետ կապում են Հայաստանի Հանրապետության ապագան, ներկան, անցյալը, ամեն ինչ ԵԱՏՄ-ի հետ է կապվում։ Ու երբ որ հարց է ուղղում իրենց ինչու, հարգելի տիկին կամ պարոն, ինչու է այսպես, դե իրենք ասում են բիզնեսն այդպես է ցանկանում, բիզնեսը գնում է դեպի ԵԱՏՄ։ Սա մահակ է, սա հիբրիդային պատերազմի գործիք է։ Եթե սա չեն գիտակցում իրենք, կամ գիտակցելով են, եթե չեն գիտակցում մի այլ հարց է, եթե գիտակցելով են անում, սա բոլորովին այլ հարց է։ Այդտեղ կարելի է խորանալ, սրտի օլիգարխներին հասնել, չգիտեմ, գրպանային խոշոր սեփականատերերին հասնել, ոսկուն ու ադամանդին ու այլ ապրանքատեսակների ապրանքաշրջանառությանը հասնել ու բիզնես շահերին հասնել։ Եթե չգիտակցելով են ասում, էլի շատ մեծ ցավ է ինձ համար, որ Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները սա չեն գիտակցում։ Սա հիբրիդային գրոհի գործիք է, հիբրիդային պատերազմի գործիք է եւ սրանից պետք է ազատվել։ Ցավոտ է լինելու ազատվելը։ Ես ի տարբերություն օրինակ մեր գաղափարակից շատ ընկերների, ովքեր փորձում են եվրոպական վարդագույն ակնոցներ հագցնել մեր հայրենակիցների աչքերին, ես այդ ճանապարհը չեմ ընտրում եւ ասում եմ, որ դա բարդ, փշոտ, դժվար, պատասխանատու, աշխատատար, ժամանակատար, որևէ մեկը սիրելի հայրենակիցներ չի ասում, որ Եվրոպական միության անդամակցությունը տեղի ունենալու մոտակա 2-3 տարում կամ 1 տարում։ Դա կարող է տևել 10 տարի եւ մի բան էլ ավել։ Ավելի լավ է այս փուլից մարդկանց հետ շատ բարձ խոսել, քան կերակրել սին ու փուշ։ Սին են այն հայտարարությունները, որ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, եթե մենք հիմա տեխնացուի թեկուզ համար հայտ ներկայացնենք, մեզ արագ կընդունեն, այո, կամ հավանություն կտա։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների մասով Մատվիենկոյի հարցը ես տվեցի անպատասխան։ Օրվա իշխանությունները աշխարհաքաղաքական իրողությունների մեջ շատ են փորձում խորանալ, իսկ եթե ավելի կոնկրետ մատի ու մատանու արանք շատ են սիրում մտնել։ Ինչ է հաճախակիացել այս այցելություններն ու շփումները։ Առանձին իշխանական ներկայացուցիչներին, որ վերցնեք ու հարցնեք, առանց տեսախցիկների։ Նրանք կասեն, դուք չեք տեսնում Թրամփը Պուտինի հետ է հանդիպում, Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ է խոսում, Չինաստանն է Ռուսաստանի հետ խոսում, բա մենք ինչ անենք։ Իրականում պետք չի մատի ու մատանու արանքը մտնել։ Եթե իրենց թվում է այս հաճախակի շփումներով սուտ խոստումներով, իսկ իրականում սուտ խոստումներ է։ Իրականում թոս փչոցի է, էլի Արարատ Միրզոյան Լավրով ու Արարատ Միրզոյան Ֆրանսիայի ԱԳՆ նախարար այդ բանակցությունները այլ բանի մասին են խոսում։ Ասում են մի բան, իրականացնում են բոլորովին հակառակ բանը։ Սա չի ներվելու։ Սա ուղղակի օրվա իշխանություններին չի ներվելու։ Քաղաքական աջակցության մասով գիտեք, ուղիղ աջակցություն Ռուսաստանի Դաշնությունից ընտրությունների նախաշեմին չեմ կարծում, որ իրենք սպասում են։ Այո, մեկ աջակցություն կարելի է դիտարկել, աջակցություն նրանք կդիտարկեն այն, որ
Հանրապետության ներսում Կիրիենկոյի նշանակումից հետո հատկապես ցնցումները հաճախակի չեն լինի ներքաղաքական, այդ ներքաղաքական ցնցումները չեն զուգորդվի արյուն թափելով, կբացառվի հոկտեմբերի 27-ի նման որևէ ոճրագործության կրկնությունը։ Այստեղ որվա իշխանությունները ունեն վախեր, գուցե փորձում են այդ վախերը ու ռիսկերը կառավարելի դարձնել, դեմ չեմ, այստեղ գուցե, բայց շատ ուղիղ աջակցություն, ներողություն, Ռուսաստանի Դաշնությունն ունի սրտի թեկնածուներ այստեղ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252 Jackpot։ Սիրելի հայրենակիցներ, մայիսի 28-ին Հայաստանի անկախության փառապանծ օրը Caesar Palace շքեղ բանկեթ-հոլում տեղի կունենա բարեգործական ընթրիք համերգ՝ ի նպաստ մեր հերոս ազատամարտիկների, մասնակցությամբ համայնքի լավագույն երգիչների։ Խանդավառությամբ մասնակցենք այս աննախադեպ հանդիսությանը, մեր նպաստը բերելով հայրենիքի պաշտպան մեր զինվորներին։ Տեղեկությունների համար զանգահարել 818 813 2252 հեռախոսահամարով High ID ինքնության քարտ կազմակերպության։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +188 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
կարծում եք նրանց կցուցաբերեն աջակցություն, այսինքն Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան։ Դե դա ակնհայտ է, ինչի ներողություն Ռոբերտ Քոչարյանի աղեկտուր, կծկտուր։ Ռոբերտ Քոչարյանը կարող է աղեկտուր աղերսներ հղել Ռուսաստանին, բայց մենք գիտենք նաև այն տարածված թեզը, որ կայսրությունները կամ չգիտեմ գերտերությունները աշխատում են հենց կոնկրետ իշխանության հետ։ Աշխատում են այնքանով, որքանով որ հնարավոր է։ Ռուսաստանի Դաշնությունն ու նրա նախագահը ներկայիս Վլադիմիր Պուտինը երբեք հաշտ չի լինի այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում ինչքան էլ որ այդ իշխանության հետ հարաբերությունները լավ է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանության են գալիս մարդիկ ազատ արդար ընտրությունների միջոցով։ Սա անընդունելի է իր համար։ Հատկապես 2018 թվականի ֆոնին այս հիբրիդային գրողները միայն 2020 թվականից հետո չի որ սկսվել է։ Այդ հիբրիդային գրողների սկիզբը դրվել է 18 թվականին, հիմա ավելի սաստկացել է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի մասով ներողություն Հայաստանի Հանրապետությունում դուք կարող եք ցույց տալ որևէ երկրորդ գործչի, ով պատրաստ է ամեն ինչ հանուն Ռուսաստանի Դաշնության սկզբունքով առաջնորդվել, ցույց տվեք որևէ երկրորդին։ Ով ի պաշտոն է նաև դա ապացուցել է։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը պաշտոն ավարել է ցավոք սրտի ոչ բարով 10 տարի Հայաստանի Հանրապետությունում, 10 տարվա ընթացքում տեղի է ունեցել հոկտեմբեր 27, տեղի է ունեցել Գույք պարտքի դիմաց գործարք, տեղի է ունեցել օրինակ Սադարակի պալատքի տակ մեղրին խուրդադարձնելու դավաճանական ակտ ու գործողություն, իմ համար դա այդպես է, չգիտեմ մորվա իշխանությունների ու իրավապահների համար ինչպես է դա։ Ու Ռոբերտ Քոչարյանից բացի որևէ երկրորդին դուք ճանաչում եք, կան։ Նրանք գործելու են այլ տրամաբանության շրջանակում 2026-ի ընթացքում Գյումրու օրինակով Ռոբերտ Քոչարյանի ասած գաղափարական կոալիցիան ապահովելու համար։ Կան այդպիսիք էլ կան, բայց Եվ կան նաև ձայն տվողներ, հա, քվեարկողների որոշակի հատված կգտնվի, որը այդ ուժերին իսկապես կբերի կոալիցիայի եւ այդպիսով Ես ամեն դեպքում այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց խելքահացի հետ չեն կերել ու չեն պատրաստվում պատուհասին հերթական անգամ իշխանության բերել, խոսքը Ռոբերտ Քոչարյանին է վերաբերվում, այլ հարց է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորեցնելու են սրանք։ Դրա վառ ապացույցն է Քոչարյան-Սարգսյան փոխհրաձգությունը, այս։ Ինչի դուք լուրջ մտածում եք, որ Քոչարյանն ու Սարգսյանը հակասություններ ունեն ու բան են անում, հա, այդպես հրապարակային թիմերը իրար են ուտում, դա ֆոն ապահովելու համար է։ Դա 2026-ից առաջ ընդդիմադիր դաշտը իրար մեջ բաժանելու ավելի շատ քվեներ մեկի սիրողների, մյուսի չսիրողների քվեն ստանալու process է։ Սրանք սիամական զույգեր են կապված հոկտեմբեր 27 եւ մարտի 1 դեպքերով, Գյումրու օրինակն էլ որ իրենք նշում են, Գյումրու օրինակն էլ ձեզ համար վառ վկայություն, եթե որևէ մեկը հատկապես գյումրեցիները սա կփաստեն, եթե որևէ մեկը մտածում էր, որ Մարտուն Գրիգորյանը Սերժ Սարգսյանի ցուցումով կամ Արթուր Վանեցյանի ցուցումով գնաց ու իր վաղեմի ընտանիքներով թշնամի Վարդան Ղուկասյանին դարձրեց քաղաքապետ, ճարաչար սխալվում եք։ Դա հատուկ Կիրիենկոների եւ Լուբյանկայի նկուղում գծված սցենար էր, որը կիրառվեց ու իրականացվեց։ Թողնենք մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս նրանց հերթական անգամ մոլորեցնելու իշխանություն զավթելու, թե ոչ, կարծում եմ, որ ոչ, որովհետև մեր ժողովուրդը նորից եմ կրկնում, գուցե առանձին վերցրած այդքան էլ չի խորանում, այդքան էլ չի մտնում դետալների մեջ, բայց հավաքական առումով մեր ժողովուրդն իմաստուն է ու 2026 թվականին կարծում եմ Ռոբերտ Քոչարյանին ու այս 5-րդ Շարասյանը պետք է պատմության աղբանոցն է իր քվեարկությամբ։ Պարոն Մկրտչյան, ասացիք Ռուսաստանի
Բերությունների հարցում իշխանության դիրքավորումը իշխանական պատգամավորները կամ իշխանության ներկայացուցիչները մեկնաբանում են կամ արդարացնում են նաև Թրամփի քաղաքականությամբ, բայց մենք գիտենք, որ Թրամփը օրերս Պուտինին անվանում է խելագար, չի բացառում, որ պատժամիջոցներ կսահմանվեն։ Հիմա ակնկալել, որ եթե Թրամփի քաղաքականություն, նախ ակնկալել, որ Թրամփի քաղաքականությունը իսկապես կկոշտանա Պուտինի նկատմամբ, եւ եթե կոշտանա, նշանակում է ենթադրենք, որ մեր մոտ բան կփոխվի էլի։ Դե դրա համար եմ ասում, պետք չի մատի ու մատանու արանքը մտնել։ Մեր իշխանություններն ու առանձին ներկայացուցիչներ սիրում են։ Թրամփ-Պուտին որևէ հեռախոսազրույցից հետո իրենց թվում է, որ վերջ տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության թևերը բացվեցին, Ադրբեջանին առավել եւս ու տարածաշրջանային բեսպրեզելի շարունակություն պիտի լինի։ Այնինչ այդ համատեքստում պետք չի դիտարկել։ Նեք հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կա, Հայաստան-Եվրամիություն քիչ թե շատ խորացող շփումներ եւ հարաբերություններ կան, իհարկե խորացողը ինստիտուցիոնալ առումով դեռևս չի արտացոլվում, բայց այդ շփումները շատ սերտ կա։ Աջակցությունը եվրոպացի դիտորդների, օրինակ, այդ ամեն ինչը փոփոխել միայն Թրամփ-Պուտին հայտնի հեռախոսազրույցներով եւ բանակցություններով ու փորձել հիմքում դա դնել եւ Ռուսաստանի Դաշնության հետ նորից մերձենալ, սա սեփական ոտքին կրակելու պես մի բան է։ Նաեւ այս համատեքստում մենք չմոռանանք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը վերջին օրերին, որ ասաց ԱՄՆ-ն է կանխում, այսինքն հայ-ադրբեջանական այդ կոնֆլիկտի ռիսկը բավականին բարձր է եւ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է այն կանխելու համար։ Այո, այդ հայտարարությունները նաեւ եկավ հաստատելու, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում հետապնդում է լիարժեք խաղաղություն հաստատելու օրակարգ, ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության եւ փորձերը Ռուսաստանի Դաշնության կողմից տարածաշրջանը նորից էսկալացիայի տանելու պետքա ձախողվի։ Ինչու երբ արվեց այդ հայտարարությունը, ժամանակագրությանը ուշադիր լինենք, դա արվեց Լավրովի Երևանյան այցից անմիջապես հետո։ Լավրովի ինքնաթիռը դեռ օդ չէր բարձրացել, երբ որ Ռուբիոն նմանատիպ հայտարարություն արեց, իսկ Լավրովը դուք կարծում եք ուղղակի այդպես եկել էր Երևանում տաք հարևի տակ սուրճ վայելելու, Արարատ Միրզոյանի հետ մի քանի տեխնիկական հարց քննարկելու ու գնալու։ Ես կարծում եմ Լավրովի այցը Երևան հերթական անգամ նոյեմբերի 9-9-րդ կետի մասին է եղել։ Հերթական անգամ քողարկված կուլիսներում Ռուսաստանի Դաշնությունը այս հարցն է առաջ քաշել, ինչ ստիպել է Ռուբիոյին նմանատիպ հայտարարություն անել։ Ամփոփենք, պարոն Մկրտչյան, Գորիսում բացվելու է ֆրանսիական հյուպատոսություն։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը ակնկալում է մինչև մայիսի վերջ Հայաստանից պատասխան ռուսական հյուպատոսության հետ կապված։ Իրանի հյուպատոսություն է գործում։ Այս հյուպատոսությունների ներկայությունը մեր տարածքում կամ տարածքի այդ հատվածում, սա ավելի շատ մեզ ուժեղացնում է, թե թուլացնում։ Այն որ միանշանակ ուժեղացնում է, ես օրինակ հյուպատոսության տեղակայմանը չեմ վերաբերվում այնպես, ինչպես օրինակ ռազմաբազայի տեղակայմանը։ Ռուսական հյուպատոսարան կարա լինի օրինակ Կապանում, Մեղրիում, Գորիսում, որտեղ ցանկանան կամ որտեղ Հայաստանի Հանրապետությունը տեղ կհատկացնի, որպեսզի հյուպատոսական ծառայություններ մատուցեն նրանք։ Նորմալ է, եթե պրոցեսի մեջ կա Եթե բացում է հյուպատոսարան Ռուսաստանի Դաշնությունը, բացում է հյուպատոսարան Ֆրանսիան, բացում է Միացյալ Նահանգները եւ սա համընդհանուր բնույթ է կրում, այս համատեքստում սա նորմալ է։ Եթե տրամադրվի միայն Ռուսաստանի Դաշնությանը, այստեղ խնդիրներ տեսնում եմ։ Բայց ընդհանուր առմամբ սա նորմալ process է, սա հերթական անգամ ամրագրում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը այդ տարածքների վրա, որտեղ այդ տարածքները ի վերջո Ադրբեջանը, Արևմտյան Ադրբեջանը հռչակել։ Եկեք չմոռանանք։ Սա շատ կարևոր է այդ համատեքստում եւ ինչու Գորիսն ու Սյունիքի մարզը։ Ես կարծում եմ, որ ի վերջո Իրան հավաքական արևմուտք, Իրան Միացյալ Նահանգներ, Իրան Եվրամիություն հարաբերությունները ստանալու են այլ երանգ եւ այդ հարաբերությունները կարգավորվելու են։ Իսկ դրա կարգավորվելու պարագայում այդ հյուպատոսական ծառայությունները մարդիկ կարող են այնտեղ հյուպատոսական պետությունները կարող են այնտեղ հյուպատոսական կոնկրետ ծառայություններ մատուցել։ Ես այն մտքին չեմ, որ դա բացվում է գորիսեցիների կամ, չգիտեմ, մեղրեցիների համար, դա ավելի շատ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության ի վերջո Խաշմերուկի վրա
իրականացվող ծրագիր է, իրականացվող քայլ է։ Ամեն դեպքում ես այն ռադիկալ դիրքորոշմամբ աչքին գնող գործիչներից չեմ, որ տորպեդահարում եմ եւ թիրախավորում եմ, դա նորմալ է։ Իրականում այդ ռադիկալներին ես ուզում եմ հիշեցնել, որ կար ժամանակահատված 2020-ից հետո, որ մի կլասիկ քաղաքական գործիչ առավոտից երեկո բան էր անում, հայտարարում էր, որ պետք է Սյունիքում ռուսական 102-րդ բազայի ֆիլիալ բացվի։ Այդտեղ ես ունեի լրջագույն հակասություն եւ դա թույլ տալ ուղղակի չէր կարելի։ Հյուպատոսական ծառայություն մատուցող շենքի կամ փոքրիկ աշխատակազմով աշխատող տարբեր երկրների ծառայություն մատուցող խմբավորումների հետ գործ ունենք, ինչու ոչ, ինչի չգնալ այս ճանապարհով։ Ինչն է մեզ խանգարում, լավ, եթե որը մեկ հիմնավորի, որ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, սուվերենությունն է կասկածի տակ դնում եւ այլն, գուցե համաձայն, բայց ընդհակառակը իրավազորությունն է ամրագրում Սյունիքի մարզի վրա, որը ադրբեջանցիները հռչակել են Արևմտյան Ադրբեջան, եւ այդտեղ ներգրաված են լինում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը, այլ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ այլ երկրներ, բոլորին է պետք կոչ անել, ովքեր հետաքրքրված են եւ ունեն այդտեղ ծառայություններ մատուցելու ցանկություն եւ հետաքրքրվածություն, թող գան եւ բացեն, ոչ մի խնդիր։ Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։